Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ, հորդորում ենք ամսի 7-ին մեկ մարդու պես գնալ ընտրատարածք և կատարել արժանապատիվ ընտրություն։ Ընտրում ենք 15 համարին, թող կուսակցություն։ Վարչապետ Վարդան Ղուկասյան։ Վարչապետ Վարդան Ղուկասյան։ Հարգելի հայեր, շատ հեշտ է, երբ ունենում ես ձեռքի տակ պետական ապարատ, շատ հեշտ է, երբ ունես միլիոններ, միլիարդներ ծախսելու համար, ընտրաշապ կատարելու համար, քարոզարշապ կատարելու համար, բայց երբ ազնիվ ես, հայրենանվեր և մաքուր, երբ չունես որևէ ազգով միջոց, որով կարող ես մարդկանց ձայները քնել, կամ ստիպել իրենց աշխատատեղը չկորցնելու համար մասնակցել քվեարկություններին, շատ հեշտ է, բայց հասկացեք, երկիրը արժանություն ունի, երկիրը անդին է, ձեզ ձայնը անդին է, մի որ տվեք որպես քնեք, որ վաղը ձեզ չնայեն վաճառվածի աչքերով, մի վաճառեք մեկ պահի ազդեցության տակ ձեր երկիրը, վաղը ձեր թոռներն են ապրելու այս երկրում, մի թողնեք, որ երկիրը գնաց խրքացման, հավատացեք, ջուրն ու յուղը իրար չեն խառնվում, մենք չենք կարող Աղաղակող խաղաղության մեջ մեր հարևան որպես ընդունենք մեր հարևանների որպես ընդունենք ադրբեջանցիների հնարավոր չէ հայրը ադրբեջանցի իրարից խաղաղ չեն կարող ապրել մենք դուրս խաղաղության մեջ ենք բայց ադրբեջանը աղաղակող հարթակումների մեջ են 24 ժաման ընթաց հայտարարում են որ սա արևմտյան Հայաստանը և իրենց ետ են վերադառնալու ինչ եք կարծում որ ադրբեջանցիները ետ վերադարձան դուք կարողանաք քնած մարդու տապորով ադրբեջանցու հետ հանգիստ ապրել կամ ասում են Արցախում հայերը արցախցիները հետ են վերադառնալու ապրեն ադրբեջանական Արցախում որ արցախցին կկարողանա գնալ հետ ընդեղ ապրել Ադրբեջանի օրենքներով կամ իրենց լծակների տակ Արցախը մերն է լինելու հայկական է լինելու բոլոր արցախցիներն էլ վերադառնելու են իրենց տներն ու իրենց երկրում ապրեն հանգիստ խաղաղ պայմաններում։ Դա լոկ երազանք չէ, դա պլան է, դա մանրամասը մշակված պլան է, որ եթե դուք ցանկանաք անպայման իրականանա, որևէ մի քաղաքություն երազանք կամ թիոզով չի հեզած չի անում։ Գնում ենք դեպի առաջ, ամսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս և ընտրում ենք 15 համարին։ 15 համարին։ Վարդան Ղուկասյան վարչապետ Վարդան Ղուկասյան վարչապետ Թող կուսակցություն Թող կուսակցություն Մի վաճառեք ձեր ձայնը մի վաճառեք ձեր երկիրը պահի ազդեցության տակ մի տրվեք խաբկանքներին դուք ձեր շարունակելու եք ապրել այս երկրում ձեր որդիներն են շարունակելու ապրել այս երկրում ծախում եք ձեր ձայնը փոխարինում եք աշխատատեղով կամ աշխատավարձով Հասկացեք, վաղը չեք կարողանալու ապրել ձեր երեխաների հետ այս երկրում Ադրբեջանի ազդեցության տակ չի լինելու Այս աղաղակող խաղաղությունը միայն մեր կողմից է լռություն պաշտպանում Ադրբեջանը 24 ժամ շարունակ խոսում է արևմտյան Հայաստանի մասին Խոսում է, որ մեր սա Երևանն է, սրանք իրենց հողերն են Հասկացեք վերջապես, սա միակողմանի խաղաղություն է Մենք լռում ենք, նրանք պայքարում են Մենք համաձայնվում ենք, նրանք գրոհում են Գնաց հեսը դրան տեղամաս, և ընտրեք 15 համարին Ախպեր ես բան եմ փրկել, զանգի Վարդան Ղուկասյան վարչապետ Դոք կուսակցություն
Ներկայիս Հայաստանի Հանրապետության ներկայիս արտաքին պարտքը եռակի դարձել է։ Կառավարությունը անընդհատ հայտարարում է, որ ճանապարհներ է կառուցել դպրոցներ մատակարարել։ Դա նրա ուղղակի պարտականությունն է։ Կառավարությունը նրա համար է վերապահովի ժողովրդի կյանքը, բարելավի ժողովրդի կյանքը, բայց ոչ թե եռակի թանկ սախի մեզ դրա։ Հասկացեք այս արտաքին պարտքները թողները չեն կարողանալու հասնել։ Նա պատկերացրի վախից առաջին քաննելու։ Մի վաճառել ներկայինը։ Մի թողավին եք աշխատատեղով։ Եվ հասկանում եք շատ դժվար է։ Եթե ստիպում եք, եթե գնում եք, բայց ամեն դեպքում դա ամսի 7, ունիսի 7-ի, դուք կարող եք ձեր խղճի պատվի մաքսին աշխատադրել։ Այս կուսակցությունը, որը ոչ նավիգարեցից կպատվիա բացի դեպի և բավակի կայքությունն է։ Բավական է վաճառներ, բավակ եք վաճառվածի աչքերով եք նայելու, բավական է կռանալ, բավակ եք մեջքին է բարձրանալու, հենց կռանալ, բարձր պահեք ձեզ գլուխը, արժանապատիվ գնացեք ընտրած եղամաս և ընտրեք 15 համարին։ 15 համարին։ Վարչապետ Վարդան Ղուկասյան։ Վարչապետ Վարդան Ղուկասյան։ Դոք կուսակցություն։ Դոք կուսակցություն։ Այս օրերին մենք բազմաթիվ տեղերից լսում ենք ինֆորմացիաներ ենք ստանում, որ Արցախի հարցը փակված է։